Օրան ցերեկային խնամքի կենտրոնի երեխաների մոտ արդեն ամանորյա տրամադրություն է։ Սիրով ու ջերմությամբ ընտրված ու հոգատարությամբ փաթեթավորված նվերներով նրանց հյուր են գնացել Իդրամի աշխատակիցները։ Ավանդաբար յուրաքանչյուր տարի մենք ընտրում ենք երեխաներ, ովքեր հասկանում ենք, որ կարիք ունեն հավելյալ նախատոնական տրամադրություն ստանալու եւ թիմով շատ մեծ սիրով մասնակցում ենք բարեգործական արշավի ու նվերներ ենք պատրաստում։ Թիմը միշտ պատրաստական է ու այս տարի էլ բացառություն չէր։ Այս տարի ընտրվեց Օրան բարեգործական հիմնադրամը 100-ից ավելի երեխաներ մեր թիմակիցների կողմից ստացան անվանական յուրաքանչյուրի համար հատուկ ընտրված, փաթեթավորված, ջերմ գեղեցիկ նվերներ, որոնք հուսով եմ իրենց մի փոքր նախատոնական տրամադրություն եւ ջերմություն կփոխանցեն մեր թիմի կողմից։ Փոքրիկներն էլ ամանորյա տոնական միջոցառմամբ դիմավորեցին հյուրերին, երգեցին, պարեցին, իրենց ձեռքով պատրաստված փոքրիկ նվերները հանձնեցին նրանց ու շնորհակալություն հայտնեցին իրենց ամանորյա հրաշք պարգևելու համար։ Մենք էլ ենք նվերներ պատրաստել ենք կավով տարբեր խաղալիքներ, զանգակներ, սրտիկներ, փայլեր։ Երեխաները դրա կարիքը շատ ունեն, որովհետև մենք ամեն անգամ, երբ որ հյուրեր ենք ընդունում եւ ճանապարհում, մենք այդ էմոցիաները մենք իրանց դեմքի վրա ազգում ենք, որ իրանք ամեն մի նվերից քոնը տեսնեմ, քոնը բացեմ, հենց նայեմ, իմը ինչ լավն է։ Օրան հաճախող երեխաների համար ոչ միայն ամանորյա նվերներն են կարևոր, այլև այն ուշադրությունն ու ջերմությունը, որը նրանց տալիս են Իդրամի աշխատակիցները։ Նշում է Օրան երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը։ Երեխաները գալիս են շատ տարիքավոր ընտանիքներից եւ իրենց համար ամեն մի փոքրիկ նյութական նվերը դա շատ մեծ ուրախություն է պատճառում, բայց նաեւ պետք է ասեմ, որ երեխաները շատ ուրախանում են, երբ որ հյուրեր են ընդունում եւ այդ ուշադրությունը եւ սերը, որ իրենք զգում են, նաեւ մենք շատ կարևորում ենք մեր հյուրերի ներկայությունը, որտեղ նրանք լինում են օրինակելի մարդիկ եւ մենք ուզում ենք, որ մեր երեխաները սովորեն, որ երբ որ իրենք էլ մեծանան, իրենք էլ իրենց վրա պարտականություն վերցնեն բարեգործություն անել։ Օրանի շահառու երեխաներին գալիք տոների կապակցությամբ շնորհավորեց Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը ու նշեց, այս տուփերում ամփոփված է Իդրամի ամբողջ թիմի սերն ու ջերմությունը։ Սիրելի երեխաներ, մենք շատ ուզում ենք, որ այս նոր դարին ցեզ բերի անթիվ, երջանիկ, խաղաղ ու սիրով լեցուն օրեր։ Թող ձեր կյանքում միշտ լույս լինի եւ թող գալիք դարին լինի ձեր երազանքներին ել ավելի մոտ դառնալու ժամանակաշրջան։ Համբուրում ենք ձեզ բոլորին։ Ցանկացած դեպքում, երբ դու ինչ-որ մի դրական բան ես փոխանցում որևէ մեկին, արդեն զգացողությունը հաճելի է, ջերմ է, բայց երբ տեսնում ես փոքրիկների, որոնք դրա կարիքը ավելի քան որևէ մեկը ունի, բնականաբար սա մեծ հուզմունք, մեծ ջերմություն է առաջացնում եւ այսօր ուղղակի միջոցառում չէր, սպասված հանդիպում էր, բալիկները մեզ դիմավորեցին այնպիսի մթնոլորտում, այնպիսի գեղեցիկ միջոցառմամբ, որ ուղղակի հուզմունքը, ջերմությունը եւ մեծ սերը իրենց հանդեպ հիմա ամբողջությամբ պարուրել է մեզ։ Իդրամի համար ավանդույթ է դարձել տարին միշտ բարի գործով ավարտել, ամփոփելով տարվա ընթացքում իրականացված բազմաթիվ բարեգործական նախագծերը։